շուտով ժամանակը կգա, դուք կապշեք Հայաստանի ստորագրած կոնտրակտով։ Ինչ լավ է լինելու բանը, ոչ թե ինչ լավ է լինելու, ինչ լավ լուրեր ստանալու։ Так, теперь к вопросу Израиль-Иран. Перейдем. Израилը Հայաստանից փոքր է տերիտորիայով։ Իսրայել ընդհանրապես ոչ մի բան չունի։ Եթե մենք հլու ունենք պղինձ, մալիբդեն, ոսկի հանք, հա, sense բաներ ունենք եւ այլ, Իսրայելը, եթե մեկը լինեք Իսրայել, դուք չեք պատկերացնի, սա կավա։ Այնտեղ ոչ մի բան չկա։ Իրան կարացան այդ երկիրը բարձրացնեն տենց, այդ մակարդակի։ Ու հիմա իրանք 100 միլիոնանոց Իրանը տեսակ ինչ արին։ Սա վիշի օֆիցերներին խփեցին։ Ядерный физիկների խփեցին, ученый խփեցին։ И разбомбили Иран։ Եթե Իսրայելը Իրանի հետ սահման ունենար, скорее всего Իրանը խփեր կանցներ, որովհետև ժողովուրդը շատ է, все-таки Իրանը 100 միլիոն է, Իսրայելը 9 միլիոն է։ Բայց որ հերո են տեխնոլոգիան այնտեղ դեր խաղում, այնտեղ Իսրայելի դեմ խաղ չկա։ Հա, Իրանը հիմա պատասխանելու է, այնտեղ դժոխք կա, թե այնտեղ դժոխք կա լինելու եւ այլն։ Բայց դուք հասկանում եք, այդ փոքր երկիրը ում է կարում հարվածի ու հաղթեց, լնայք ինչ արեց, այսօր վարով իրանք հաղթած են։ Ճիշտ դաշնակիցն է։ Ճիշտ դաշնակիցը ընտրեց Իսրայելը, որովհետեւ ոչ թե մեր նման այդ բամնամս թե ինչ անեմ, այդում եմ Ռուսաստան գնացիք, կերակ, համովեր, էլի ուտեք, ժամանակն է եկել, այո, Նիկոլը ինչ-որտեղ ճիշտ է անում, ինչ-որտեղ սխալ, բայց հա, Ռուսաստանից փշի-փշիով պետք է հեռանալ, չի կարելի ռադիկալ քայլեր անել, Ժողովուրդ ջան, մենք բոլորս խելքով մարդ ենք, հա, հասկանում ենք, որ ռադիկալ չես կարա, Ռուսաստանն ասես, всё։ Բայց այդ փշի-փշի անելով մենք միանում ենք Եվրոպային։ Մենք եկել տենում ենք Ֆրանսիայի հետ ստրատեգическое партнерство, եկել Ամերիկայի հետ ստրատեգическое партнерство։ Եկել Ֆրանսիայից է զենք մտնում, Հնդկաստանից է զենք մտնում, բայց он умудряется это делать так, что ռուսները հələ հույս ունեն, որ մենք իրանց հետ ենք փշի-փշի։ Այո, տես պետք է։ Այսի Արադ Միրզոյանի գործն է, кстати, за что Արադ բրավո։ Ու հիմա այսօրվա օրով ժողովուրդ ջան, ես չեմ կարող ասեմ, որ ես Իսրայելի կողմից եմ։ Որ Սյունիքի հարցը չեղավ, դա Իրանն էր այնտեղ։ Ամենամեծ դերը այնտեղ Իրանը խաղաց, հետո Ֆրանսիան։ Այդ նրանից չի, որ Իրանը մեզ տենց շատ է սիրում։ Չնայած մեր հանդեպ ինքը շատ լավ է միշտ եղել, բայց այդ նրանից չի, որ շատ է սիրում։ Ինքը իր հետաքրքրությունները ունի։ Իր սահմանը կտրեն, ընդհանրապես Կյուրսկի միր դառնա։ Ինքը չի ուզում։ Դրա համար мы с Ираном естественные союзники. А это мощная страна. Ադրբեջանին ինքը կհոշոտի։ Ու кстати, շատ հնարավոր է, որ դա տենց էլ լինի, ես չեմ ասում կլինի հաստատ, բայց եթե շարունակվի, դա շատ հնարավոր է, որ Իրանը շատ լավ գիտի, որտեղից է Իսրայելի բաները գալիս։ Որտեղից է գալիս, որտեղից է ռազմիկն եղել, որտեղից է ամեն ինչ եղել։ Իրանք Ադրբեջանի տերիտորիայում իրանք разведбазаներ ունեին եւ այլն։ Բայց то, что операцию они провели блестящую, իսկ մենք մինչև հիմա ընկած սրբազան ենք հեռացնում, չենք կարում հեռացնենք, Նիկոլը Դավաճան, այս ասֆալտը տեսեք, սենց եմ անում, պանը պոկվավ եւ այլ։ Իսկ դեցի Իրանի կողքը հենց բիսպիլոտինգների բազա էր սարքե Իսրայելը ու խփեց իրենց օբյեկտներին։ Իսկ մենք մինչև հիմա ասֆալտը սենց է ջարդվում։ Այդ մակարդակին ենք մնացել։ Կամ դրոշ ենք վառում։ Հեսա Թուրքիայի դրոշը վառեցի, հաղթեցինք, բրծանք։ Դրա համար էլ եմ ասում, այս բանը որ բացվում է, այս 500 միլիոնը, այս մակարդակը որ տալու է Հայաստանին, Ժողովուրդ ջան, դա կզգացվի մի քանի տարի հետո։ Ինչ ուղեղ է մտնելու Հայաստանը, որ այդ մակարդակից բարձրանալու է մեր ժողովուրդը։ Աստված տա։ Մի հատ էլ բան ասեմ, կանցլեր Գերմանիայի Մերց
Տրամպի հետ հանդիպման ժամանակ ինքը իրան տղամարդ ցույց տվեց։ Իսկ Трамп показал себя быдло и ублюдок. Кем был, тем себя и показал. Ուրեմն во время переговоров Մերսը Գերմանիայի կանցլերը ասում է այսօր է որ Ամերիկայի զորքերը բանը երկրորդ համաշխարհային պատերազմին մտան Եվրոպա Трамп ասում է այդ օրը ձեր համար վատ օր էր չէ быдло Мерс себя как мужчина показал он ответил это для нас был хороший день Нас спасли от фашизма, от нацизма. Ժողովուրդ, Գերմանիան այն երկիրն է, որ ինքը զարթեց, իսկ ինքը զարթեց։ Գիտեք, չէ՞ որ Գերմանիան երբեք մի պետությանը պատերազմ չի հայտարարում, որովհետև կհոշոտի, հենց տեղում կհոշոտի։ Ինքը օպտիմա գնում միանգամից։ Սա աշխարհին պատերազմ հայտարարում։ Երկու հատ համաշխարհային, երկուսն է Գերմանիան հայտարարեց։ Իրանց դեմ խաղ չկա։ Որ երկիրը սահման ունի Գերմանիայի հետ, այդ երկիրը լավ ապրում։ Անկամ երկիրը, որը սահման ունի Գերմանիայի հետ, ով մոտիկա Գերմանիային, այդ երկրի մասը, ավելի լավ ապրում, քան այն մասը։ Ցանկացած երկիր, որ վերցնեք, տենց է։ А немцы проснулись. Здравствуй, Россия. Мало не покажется. У меня бан Ժողովուրդ Խոսեմ ռազմաարդյունաբերությունից Ժողովուրդ լավ կոնտրակտի է գալիս Հայաստանը հիմա չտեսնված բան լինելու չտեսնված բան ու շատ կզարմանաք այս 500 միլիոն էս որ բանը բացում է Հայաստանում էդի դեմ երեխա է Դուք կտեսնեք շատ լավ նորություններ շուտով։ Հա, աճում ենք։ Չնայած ամբողջ սխալերին, չնայած բանին, չնայած Ավինյանի սխալերին, չնայած այն մեկի սխալերին եւ այլը, բայց աճում ենք։ Ժողովուրդ, այս բանը ոնց որ հիմա է կատարվում Հայաստանում չի եղել, երբեք չի եղել։ Մենք հիմա պետություն ենք, հազիվ պետություն ենք։ Ում դուրը չի գալիս Այդ համ Ռուսաստան բամնամ ստե ինչ անեմ գնացեք թող մնա Հայաստանում 2 միլիոն նասիլեն բայց մնա հայ ոչ թե ռուսի սապոգը լեզող այն մեկի սապոգը լեզող եւ այլը ու նույնը Իսրայել Իրան պատերազմի բանով ժողովուրդ մենք ռադիկալ չպետք է լինենք մենք պետք է նայենք Հայաստան ինչն է օգուտ Всё Ոչ ոքի կողմը։ Հա, ես Իրանին շատ շնորհակալ եմ այսօրվա օրով, բայց մենք պետք է նայենք մեզ որն է օգուտ։ Ոյ ճանապարհով շարժում ենք։ Մոռացեք, մենք ընկել ենք էսյա, լավ, Անգլիայի պրեմիեր-մինիստրը լավն է թե վատն է, այն մեկը լավն է թե վատն է։ Չէ, ժողովուրդ ջան։ Լավն է մեր համար, ուրեմն всё։ Թող սաղի համար վատ լինի, մեր համար պետք է լավ լինի։ Թուրքերից դիվանագիտությունը սովորեք։ Սաղի հետ Փշի անելով, սաղի հետ բան, ոչ Ռուսի հետ արա բան պրատիվնիկ, ոչ Ամերիկայի հետ է պրատիվնիկ, ոչ Իրանի հետ է պրատիվնիկ։ Սենց սաղի հետ բան անելով, սենց փշի անելով, սաղին բան անելով, սաղ մեր հողերը սենց կծեցին կերան։ Մենք մեզ համարում ենք ամենախելքովը։ Մենք խելքով ենք իրար հետ, իրար քսելով։ Ոչ, պետք է հիմա պետական մտածելակերպ լինի մեր մոտ։ Արմենիա прежде всего։ Ով ուզում է թողոշոտի։ Հայաստանը պետք է օգուտ լինի դրանից։ Իսկ այդ կոնտրակտի համար ժողովուրդ ջան, ես էլ եմ ասում շուտով ժամանակը կգա, դուք կապշեք Հայաստանի ստորագրած կոնտրակտով։ Ինչ լավ է լինելու բանը, ոչ թե ինչ լավ է լինելու, ինչ լավ լուրեր ստանալու։ Լավ եղեք, գրկում եմ ձեզ բոլորին սիրում եմ։
Իրանի գնահատմամբ Նեթանյահուն մտադրված է ոչ միայն ստորացնել Իսլամական Հանրապետությունը, վնաս հասցնել նրա ռազմական կարողությանը, այլև սադրել ներքին ճգնաժամ։ Այս տեսակետը New York Times-ին է փոխանցել Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ծրագրի տնօրեն Սանամ Վաքիլը։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բաղային հունիսի 14-ին անիմաստ է համարել Միացյալ Նահանգների հետ բանակցությունները, քանի որ չի կարելի հայտարարել բանակցությունների պատրաստակամության մասին, բայց միաժամանակ կոորդինացնել գործողություններ, թույլ տալ, որ սիոնիստական ռեժիմը, Իսրայելը հարվածի Իրանի տարածքին։ Ավելի վաղ ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Իրավանին անվտանգության խորհրդի նիստում Միացյալ Նահանգներին մեղադրել է Իսրայելին սպառազինություններ, հետախուզական տեղեկություններ եւ լոգիստիկ աջակցություն տրամադրելու մեջ։ Հունիսի 14-ին Սպիտակ տունը պաշտոնապես հաստատել է, որ իրանական հրթիռային հարձակումը չեզոքացնելու համար Իսրայելին օժանդակություն է ցուցաբերել։ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին աջակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Նա նույնիսկ Իսրայելին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։ Գրեթե նույն ոգով հայտարարություն է տարածել Եվրահանձնաժողովը։ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի ավելի հայտնի է Chatham House անվանմամբ։ Փորձագետները տպավորություն ունեն, որ Իրանում իշխանափոխություն իրականացնելու ծրագիրը բավական ռիսկային է։ Նրանք չեն բացառում, որ կրոնապետությանը կարող է փոխարինելու գալ ավելի արմատական իշխանություն, որ կհայտարարի միջուկային զենք ստեղծելու մասին։ Իրանում շատերը համոզված են, որ իրենց անկյուն են քշել, զսպման տարածաշրջանային մեխանիզմները չեղարկված են, ԱՄՆ հետ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել, իսկ Իսրայելը շղթայից արձակվել է եւ պաշտպանվելու միակ միջոցը միջուկային զենքն է։ Fox News-ին ասել է Միջազգային հարաբերությունների Եվրոպական խորհրդի ավագ փորձագետ Ժուլիեն Բարսդեյսին։ Իսրայելական աղբյուրները փոխանցում են անվտանգության ոլորտի աղբյուրի տեսակետը, որ Իրանի դեմ հարձակումները կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ է։ Խոսքն ինչ անհրաժեշտության մասին է, նա չի մանրամասնել։ Հրեական պետության պաշտպանության նախարար Կացի բնորոշմամբ պետք է ջախջախել օձի գլուխը։ Իսրայելը փաստացի երկու զուգահեռ գործողություն է իրականացնում, եւ երևի Իրանի ռազմական վերնախավի ավելի քան 2 տասնյակ ներկայացուցիչների թիրախային ոչնչացումը խորքային առումով ավելի վտանգավոր է, քան ռմբահարումները եւ հրթիռակոծումները։ Բրիտանացի փորձագետ Սանամ Վաքիլի գնահատմամբ իսլամական հեղափոխության դրոշի շուրջ համախմբումը հնարավոր է, բայց շատ ավելի թույլ, քան նախկինում էր։ Ըստ երևույթին նա նկատի ունի բարձրաստիճան զինվորականների սպանության հետևանքով ստեղծված իրավիճակը, երբ Իրանի ռազմաքաղաքական վերնախավի ոչ մի ներկայացուցիչ փաստացի անձնական ապահովության երաշխիք չունի։ Այսպիսով կարծես ուրվագծվում է, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակման հարցում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջև առկա է կոնսենսուս։ 10 օր հետո Հաագայում գումարվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Պաշտոնապես անոնսավորվել է, որ ԱՄՆ ներկայացված կլինի նախագահ Թրամփի մակարդակով։ Թուրքիան Իրանի դեմ Իսրայելի հարձակումները համեմատել է Գազայում պատերազմի հետ։ Արաբական աշխարհը մինչդեռ իսրայելա-իրանական պատերազմում առնվազն չեզոքություն է պահում։ Ինչ նոր մերձավոր արևելք է կանխածրագրվում, որքանով եւ ինչպես է հարավային Կովկասը ներգրավում դրան։ Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախարար Արաղչիի հետ։ Ինչպես Արարատ Միրզոյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում, Իրանի գործընկերոջ հետ քննարկվել են ստեղծված իրավիճակը եւ հետագա էսկալացիայի ռիսկերի կառավարման կարեւորությունը։ Նշվում է նաեւ, որ պայմանավորվել են շարունակել շփումները, այդ թվում ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության շրջանակներում քննարկումների առընչությամբ։ Ըստ ամենայնի, Հայաստանը Իրանի հետ այս հաղորդակցության միջոցով փորձել է հավաստիանալ, թե արդյոք Թեհրանն ունի բավարար ներուժ եւ պատրաստակամություն չթույլատրել ուշադրությունը այսպես ասած հյուսիսային սահմանների ուղղությամբ։ Համենայն դեպս թերևս դրա մասին է վկայում այն հիշատակումը, որ խոսվել է ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման եւ տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարեւորության մասին։ Թե հատկապես ինչ է խոսվել այդ առընչությամբ, մանրամասներ հայտնի չեն։ Արդյոք Թեհրանն իր հերթին այդ կապակցությամբ ակնկալել է Երևանից ինչ-որ քայլեր կամ մոտեցումներ, ռիսկերը կառավարելու եւ էսկալացիա թույլ չտալու կարեւորության համատեքստում։ Վերջին հաշվով այս հանգամանքը էական է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Իրանի
համար, որովհետև Իրանի համար որևէ կերպ չի կարող օգտակար լինել ամենափոքր մարտահրավերը, իսկ որ կարող է առաջանալ իր հյուսիսային սահմաններին։ Միաժամանակ ուշադրության է արժանի, որ հիշատակվում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության շրջանակում քննարկումների մասին։ Թեհրանը հավանաբար Երևանից իր հերթին ակնկալում է աջակցություն, երբ ԱՄԳ շրջանակում կլինեն Իրանի միջուկային ծրագրին առնչվող քննարկումներ կամ կձևավորվեն որոշումներ։ Անշուշտ, հայ-իրանական հաղորդակցությունն այս փուլում դառնում է առավել կարևոր։ Միաժամանակ նաև էական է շեշտադրել, որ Իրանի հետ Հայաստանի հաղորդակցությունը եւ դիրքորոշումները բացարձակապես պայմանավորված չեն Իսրայելի հանդեպ վերաբերմունքով, այլ գերազանցապես ռեգիոնալ էսկալացիայի կանխարգելման անհրաժեշտությամբ։ Իսկ այդտեղ Իրանը Հայաստանի հետ առանցքային շահառու եւ գործընկեր պետություն է։ Հետևաբար այդ պետության հետ աշխատանքը Հայաստանի համար ունի շատ էական նշանակություն իր անվտանգային միջավայրում կառավարելիությունը պահպանելու համար։ Նյութի աղբյուր, Առաջին AM։